Եզրագծից այն կողմ հայտնված մարդիկ և մարդկային ճակատագրեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո։ Բարև ձեզ, դուք հայտնվել եք կիսաբաց լուսամուտներից ներս։ Նարինե Անտոնյանի դպրոցական վերջին զանգն ամուսնությամբ ավարտվեց։ Արմանը փախցրեց 17 տարեկան Նարինեին ու սկսեց լավ որակներով ամուսնու դեր խաղալ։ Միայն տարիներ անց ալկոհոլի, պարտքերի և ծեծ ու ջարդի պատճառով հնչեց Նարինեի և Արմանի ամուսնության վերջին զանգը։ Այսօր արդեն Նարինեն իր 3 անչափահաս երեխաների հետ ամեն ինչ փորձում է սկսել նոր կետից։ Սկիզբ նոր կետից, կիսաբաց լուսամուտներից ներս։ Դիմավորենք մեր առաջին հյուրը Նարինե Անտոնյանն է։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար և կիսաբաց լուսամուտներին դիմելու համար։ Մենք չգիտեմ իրար ինչքանով կկարողանանք հասկանալ, բայց համենայն դեպս միակ մարդն եք ում ֆիքսեցի ես որպես առաջին նախապայման տարիքը։ Մենք տարեկիցներ ենք, 1983 թվական նշանավորվեց նրանով, իմ ու ձեր համար, որ մենք ծնվեցինք։ Նույն թվականին կարծես թե դպրոցն ավարտեցինք միասին։ Ձեր վերջին զանգը իմ վերջին զանգից կտրուկ տարբերվում էր, որովհետև իմ վերջին զանգում բացի ուրախությունից այլ որևէ կյանքի հետ կապված բան չի եղել։ Ձերում եղավ։ Ճիշտն ասած, վերջի զանգիս օրն էր, չէի ճանաչում ես տվյալ մարդուն, արդեն պետք է այդ վերջի զանգի արարողությունը լինել։ Իմ դասընկերոջ հետ ծանոթանում այդ տղան, ում հետ որ ես ամուսնացել եմ, գալիս է այդ արարողությունը կատարվում է, արարողությունից հետո արդեն տաքսիներով տեղափոխվում ենք ամեն մեկը իրենց տուն։ Արմանի կողմից ուշադրություն կար այդ խմբի։ Արարողության ժամանակ ասեմ, որ ես չգիտեի, որ ասենք ինքը այդպես նպատակներ ունի, կամ իմ հանդեպ ինչ-որ զգացմունք ունի։ Չճանաչած իրան նայել եմ ոնց հյուրերին, ասենք դասընկերոջս։ Եվ ինքը ինչ գործ ուներ ձեր վերջին զանգին, որտեղ ներկայացել է իմ դասընկերոջ ընկեր, որ ընկերը հրավիրել էր վերջի զանգին, տեսա, որ ասենք անտարբեր չի իմ հանդեպ, բայց զուտ ասենք տոն վերջի զանգի արարողություն է, բնականաբար բոլորը ուրախ են, բոլորը պարում են իրար հետ։ Եվ դա գլխավորապես մի բանից է կախված, թե այդ երեկոյի ընթացքում ճակերտների մեջ իրականում դանդաղ պարերին մենք բոլորին ասում ենք տանգո, բայց տանգոն բացարձակ դանդաղ չէ։ Տանգո պարեցիք այդ տղայի հետ։ Հրավիրեց պարի, պարեցի, պարեցինք, այդ ընթացքում ինքը ընդհանրապես այդ թեմայով իմ մասին ոչինչ չի խոսացել։ Իսկ ինչից էր խոսում ձեզ հետ։ Խոսում էր իմ անունն էր հարցնում, որտեղ եք մնում, այտենց, առանձնապես ընդհանրապես սիրային այտենց բան չի խոսացել, որ մտածեմ ինչ-որ անտարբեր չի իմ հանդեպ։ Պարելու ժամանակ պարզեցիք, որ դուք իրար կողքի հարևաններ եք, բայց չեք ճանաչել միմյանց։ Ասեց, որ ձեր կողքի շենքում եմ ապրում, ձեզ ընդեղից եմ ճանաչում, բնականաբար ես չէի տեսել, չէի ճանաչում իրան, ընդամենն ասեցի ուրախ եմ, որովհետև ինքը Ռուսաստանում էր, 20 տարեկանում եկել է բանակա գնացե, բերել են ընդեղից բանակա գնացե, դրանից հետո բանակից որ եկել է, էլի ես չեմ իմացել, որ մեր կողքի շենքից է, որովհետև ինքը Հայաստանում շատ քիչ է ապրել։ Լավ, վերադառնանք խնջույքի ավարտին, որտեղից սկսվում է համենայն դեպս այն ամենը, ինչ դրա շարունակությունն է ունենալու։ Խնջույքից հետո որոշեցինք, ով մոտ է ապրում, գնան համապատասխան տաքսիներով, որ գնալուց իջնեն հերթականությամբ, դե որ ասեց ձեր կողքի շենքում են բնակվում, բնականաբար վերջում մենք պետք է իջնենք իրար հետ, բայց ես զգացի, որ ճանապարհելով ոչ թե ուղղվում ենք մեր տուն, այլ մեքենան քշում է այլ ուղղությամբ։ Չհարցրեցիք ուր եք գնում։ Ասեց բան կա, պետք է վերցնենք ճամփից, վերցնենք, քեզ ապահով տուն կտանեմ։ Շատ հեռու չենք ապրում, մոտ շենքեր են, կպած շենքերում ենք ապրում, քեզ կտանեմ տուն։ Վերցրեցինք իր հորեղբոր շենքից, մեր ճամփի վրա էր, հորեղբոր տնից վերցրեցինք ինչ որ պետք է վերցնի, բնականաբար իջավ իր հորեղբոր աղջիկը, հորեղբոր կինը,
որ ուրախ ենք, եթե տենց ծանոթներ ենք, մի բաժակ սուրճ կխմենք, նոր կգնաք։ Քանիսն էր ժամն արդեն։ Ժամը 11-ի կողմերն էր։ Բնականաբար ես վախենում էի, որ իր հորեղբոր կինն էլ ասեց, մի քիչ հանգստություն ես գտա իմ մեջ, որ ասենք մենակ չի, ինչ որ տեղ չեն գնացել, ընտանիք է։ Հենց բարձրացանք, խոսալով իր հորեղբոր կինը ինձ ճանաչեց, թե տենց ձևացրեցին, որ ինձ ճանաչում են, տենց թեմայից խոսեցին, մոտ վստահություններ շնչեցին, որ տենց անծանոթ չեն էլի ինձ։ Բնականաբար գնացինք, սուրճ խմեցինք, հետո ընդեղ պատմեցին, որ Արմանը ասենց միտք ուներ, որ քեզ պետքա փախցնի, պետքա ասենց, այսինքն այդ ամբողջը փախցներն էր, իրանք արդեն պայմանավորվել էին, որ պետքա խնջույքից հետո ինձ փախցնեն, որովհետև գիտեին, որ ես չեմ համաձայնվի, ընկերություն կամ իր տարիքային 7 տարի տարբերությունը ես չեմ ընտրի իրան, այդ նպատակով ինքը տենց տարել է ինձ։ Լավ, տարավ, հա, դուք մնացիք այնտեղ։ Չասեցիք, չէ, չեմ ուզում, բնականաբար ասեցի, ես տուն եմ ուզում, ես իրան չեմ ճանաչում, երկրորդն ես 17 տարեկան եմ ընդամենը, այտենց նպատակ չունեմ ամուսնության։ Արման էլ ասեց, որ բայց ինչպես ստացվեց, որ ձեր մոտ այդ նպատակներ չունենալը 17 տարեկանի հանգամանքը եւ մնացած բոլոր ձեզ հետ պահող հանգամանքները մի կողմ դրվեցին եւ դուք 3 օր շարունակ մնացիք այդ տանը։ 3 օրն էլ ես ասում էի, որ ես չեմ մնալու, ես ուզում եմ գնալ, բայց չթողեցին։ Ծնողներս էլ այդ 3 օրը ոստիկանությունն էին, հա, չեն թողե, հորեղբոր կինն ասեց չենք թողնում գնաս, իրա որոշումն է, մենք իրա որոշումը ընդունում ենք։ Ընթացքում կհարմարվես, քո որոշման հետ որևէ մեկը հաշվի չէր նստում։ Ասենք բնականաբար իմ հետ վարվում էին շատ լավ, ասենք 3 օր, ասենք նենց չէր, որ ասենք ամուսնացրել կամ ինչ որ մի բան, հորեղբոր կինը իմ հետ նստում, խոսում։ Իսկ գիշերներում հետ էիք անցկացնում։ Հորեղբորս իր հորեղբոր կինը ու ես մի սենյակում, այդ 3 օր ոչ մի ասենք այտենց ամուսնացնեն կամ ինչ որ բան, այտենց բան չկար։ Այսինքն որևէ խնդիր չկար։ Նույնիսկ ձեր աղջկական արժանանպատվությունը չեք կորցրել, հա։ Հանգիստ կարող էիք վերկանալ գնալ, բայց 3 օր անց տեղի ունենում ձեր նշանադրությունը։ 3 օր անց ունեմ 2 հատ քույրիկ, բնականաբար մտածել եմ, որ կարող ասեն 3 օր մնացել, հետ եկել, ասենք այդ բանով չեմ հրաժարվե։ Այդ 3 օրից հետո համաձայնվել եմ, որ հետը ամուսնանամ, բայց Արմանը այդ 3 օրերի ընթացքում որևէ կերպ տպավորություն թողեց ձեր վրա, թե ոչ։ Այդ 3 օրվա ընթացքում ծնողներս ոստիկանություն են դիմում, որովհետև ոչ զանգում են տուն, զգուշացնեն, որ աղջիկը ստեղ է, մի անհանգստացեք, փախցրել են, հետո արդեն զգում են, որ դիմել են, լսում են, որ դիմել են ծնողներս, զանգահարում են մեր տուն, ասում են, որ սենց նպատակով փախցրել ենք, ճիշտ է ոչ մի բան չի եղել, հորեղբոր կինն է ասում, ես ինքս թույլ չեմ տվել, ասենք նենց տուն է եկել էլի, առանձին չի տարել ինչ որ միտեղ։ Ձեր համաձայնություն տվեք, ձեր աղջկան բերենք, բայց մի նպատակով, որ իրանք կամուսնանան։ Դե ես էլ այդ ժամանակ հետ եմ կանգնում, չեմ ուզում ասեն գնացել 3 օր հետո հետ է եկել։ Անընդհատ ձեզ դա էր խանգարում, որ ինչ որ մեկը կարող է կանգնել ու ասել, որ դուք գնացած հետ եկած եք։ Այդ ժամանակ ես մենակ դրա մասին էի մտածում։ Հետո միգուցե իր այդ հորեղբոր կնոջ ուշադրությունը, ասենք նայելով, որ վատը չեն տրամադրված, լավ են վարվում իմ հետ, չեմ կարող ասել ինչի համար, համաձայնվում եմ։ Մեծ նշանդրեքի նման միջոցառում են անում ու ինձ տանում են։ Պատահական հանդիպում, պատահական նշանդրեք և պատահական ամուսնություն, որի մասին մենք արդեն կխոսենք, պատահական հետևանքների հետ միասին փոքրիկ դադարից հետո։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, շնորհակալություն ուշադրության համար։
Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անվերջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, սկիզբ նոր կետից այսօր մեր եթերում։ Վերադառնալով հիշեցնում եմ ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների բարեկեցության համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ այսօր մեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք էկրանի ներքևի հատվածում։ Կամ զանգահարեք թեժգից 060 50 33 17։ Վերադառնում ենք տաղավար ու Նարինե, ոնց ստացվեց, որ ընտրեցիք Արմանին ու դարձավ նա ձեր ամուսինը։ Եվս պատահական։ Այդ օր, որ ասում են հաջորդ օրը համաձայնության են գալի, որ նշանդրեք կամ ինչ-որ տենց միջոցառում, որ դուք էլ առաջին աղջիկն եք ամուսնացնում, ճիշտ է իմ ծնողները շատ դժվարությամբ, բայց որոշում են, որ տենց հարսանիք չէ, բայց ուրախություն լինի, նոր տանեն։ Նշանեցին, ես անդադ իրանց տուն գնում գալիս էի, ոչ թե ասենք որպես ամուսնացած, որոշեցի, որ այդ ընթացքում ես իրան ճանաչեմ, մեր նշանդրքի օրը դժբախտություն պատահեց իմ հետ, նշանդրքի օրը դուրս էինք եկել զբոսնելու, վնասեցի ոտս, հասցրեցին հիվանդանոց, հենց ինք իրա հետ էի դուրս եկել ման գալու։ Բա ինչ եղավ հունվարի 17-ին, որ հերթական պատահական սկզբունքով որոշեցիք, որ վերջ է, տղամարդն արդեն կարող է դառնալ իմ ամուսինը։ Ամսի 17-ին իր եղբոր որդու ծննդյան օրն էր, ինձ հրավիրեցին իրանց տուն, կիսուրենցս տուն։ Այդ ժամանակ որոշեցին, որ չեն թողնում գնամ, այդ օրն էլ կորոշեն մեր ամուսնության օրը։ Ես համաձայնվեցի, ես չեմ կարող ասել համաձայն չէ, այդ ժամանակ արդեն որոշ չափով, ոչ լիարժեք, բայց որոշ չափով արդեն ճանաչում էի իրան։ Նոյեմբերին ծնվում է ձեր առաջնեկը Ռաֆիկը։ Դնում են իր հայրիկի անունը, մահացած էր։ Ուրախ, ամեն ինչ նորմալ, կա ես արդեն մտածում եմ, որ լիարժեք, ճիշտ ընտրություն եմ արել, լիարժեք ընտանիք։ Ինքը շատ ուշադիր էր։ Ես մտածում էի, որ ինչ վատ եմ արել, որ սկզբից տենց էի մտածում իր մասին, որ չեմ կարող իր հետ ապրել։ Տարիներ հետո զգացի, որ խմիչքի հանդեպ ինքը սեր ունի։ Ինչպես տարիներ հետո դա զգացիք, բա։ Ճիշտն ասած ինքը կարողանում էր թաքցնել այդ սկզբից քիչ խմելը, հետո մի անգամ տուն չեկավ, կիսուրս ասում էր, որ բարեկամի տունն է, տատիկի տունն է, վատառողջա կգա, այնտեղ է մնացել։ Կիսուրս գիտեր, որ ինքը ալկոհոլի հանդեպ թուլություն ունի։ Բնականաբար սկզբից, երբ տենց խմած էր լինում, պատճառն էլ, որ տատիկը վատառողջ է, իրանց տունն է մնացել։ Դուք հետադարձ հայացք նետելով նաև որոշակիորեն մեղքը բարդում էիք աշխատանքի վրա, թե աշխատանքի ընտրությունից հետո եղավ այդ խնդիրը։ Այդ ընթացքում իրան առաջարկեցին աշխատանք, խաղատանը, ապարատների վրա, ինքը ընդունեց այդ աշխատանքը, գնում էր աշխատանքի գալիս, գիշերները բացակայում էր տնից, անդադ ապարատները թողել եմ միացրած, գնամ նայեմ, կգամ ու գնում էր չէր գալի մինչև լույս։ Դրանից հետո իմացանք, որ աշխատանքի վայրում գումար ունի փակելու, ահռելի գումար ունի փակելու։ Որքան էր կուտակված պարտքը։ Շատ միլիոնների հետ կապված, որովհետև տնօրենն էլ արդեն իրան ման էր գալի։ Ասեց իրան ուզում եմ, որովհետև ապարատները գիշերը միացրել է խաղացել, գումար կա, հաշվարկ պետք է անենք, դե ապարատների պատասխանատուն ինքն է եղել։ Իրան պետք է գտնեին, որ հաշվարկ անեին, որ գումար է պակասել, ինչ-որ տենց մի բան։ Դեպքերի զարգացումը այնպես է տեղի ունենում, որ դուք կապանից վերաբնակեցվում եք մեկ այլ տեղ, Մասիսում։ Արդեն երրորդ աղջկա, Ինչի։ երկրորդ աղջկանովս
հղի եմ եղել, հյուր ենք գալիս, Մասիս իրա մորքուրի տուն, ինձ տենց է ասում, որ գնանք մորքուրիս տուն հյուր, ընդեղ կմնանք, աշխատեն, մորքուրի տղաները շինարարության գործ են անում։ Իրա հետ կաշխատենք, ընդեղ կմնանք, եթե լավ չլինի, նորից հետ կգանք։ Մնում ենք մորքուրի տուն, աշխատում է, հետո եմ իմանում, որ ինքը ընդեղից փախել է այդ գումարի պարտքերի պատճառով։ Դուք ասում եք երկրորդ հղիության ժամանակ էր դա, բայց դուք նույնիսկ տեղյակ չեք եղել այդ երկրորդ հղիության մասին, եւ ձեզ իմաց են տվել այդ մասին միայն բժիշկները, երբ դուք վատ եք զգացել ձեզ եւ տեղեկացել, որ 5-րդ ամսում արդեն 5 ամսական հղի եմ եղել, չեմ իմացել։ Օրերից մի օր տենց ասում են, որ վատ եմ զգում, անդադ ինձ թվում էր ինչ որ աղիքների հետ կապված խնդիր ունեմ ու վատանում եմ, բժշկի են տանում, ասում են, որ գա տենց հղիություն է 5 ամսական ու սերն էլ ասում են աղջիկ։ Տենց ուրախ տուն են գալի, տենց պատմում են, որ հղի եմ 5 ամսական, 4 ամսից հետո բալիկ կունենանք։ Ինքը Մասիս տեղափոխվելուց հետո ինքը աշխատում է մորքուրի տղաների հետ, չի խմում։ Բայց դուք չեք ցանկանում, չէ՞ այդ երեխան ծնվի։ Չէի ցանկանում, որովհետև մտածում էի, որ ինքը պարտքեր ունի, մենք ուրիշի տունն ենք, ինչ վստահ չէի, որ ասենք կարամ երկրորդ երեխայի հետ ուրիշի տունը մնամ։ Բայց մտկափոխ է ձեզ անում մի երազ, ինչպես դուք։ Երազ եմ տենում, լույս եմ տենում Հիսուսին, որ այն ժամանակ եմ տենում, որ մտքերով քնում եմ, որ առավոտը պետքա գնամ հեռացնեմ, տենում եմ լույս, լույսը տղայից ձեռը բռնած, իմ հետ խոսալով, ասում է, ինչ որոշում որ կայացրել ես, կանես, բայց հետադարձ գալուց տղայիդ չես տեսնի։ Խոսքը Ռաֆիկին էր վերաբերում։ Առավոտյան զարթնում եմ մորքուրը ամուսնուս, ասում է գիշեր ինչ որ որոշում էր կայացրել, որ առավոտյան տեղ պետքա գնաս, ասեցի չէ, չեմ հեռացնելու, որովհետև ինձ նշան տվեց, ես ինքս եկեղեցի Հիմա երբ մտածում եք, հասկանում եք, որ տեղին էր նշանը, եթե դուք դա նշան եք համարում։ Հա, որովհետև դրանից հետո Աստծու հանդեպ ես ուրիշ ձև, ճիշտ է չէի հաճախում եկեղեցի, բայց ինքս միշտ Աստծուն հավատացել եմ։ Դրանից հետո զգացի, որ իմ որոշումը ճիշտ է, երեխաները ընդհանրապես մեղք չունեն, եթե ասենք, եթե Աստծու կամքն էր, եթե 5 ամիս ես չեմ իմացել, որ հղի եմ, միգուցե թե Աստծու գործն էր, որ այդ դրանից առաջ չհեռացնեի։ Եվ հենց հիմա, քանի որ ձեր պատմությունը քիչ թե շատ գիտեմ, կարծես սիմվոլիկ է այն հանգամանքը, որ այսօր երեխան, որը Քրիստինե ծնվեց, անվանեցիք նրան Քրիստինե աղջիկ էր, այսօր իր ուսումը ստանում է Գայանե եկեղեցուն կից անապահով երեխաների համար նախատեսված ժամանակավոր կրթարանում։ Եվ մայրիկի ու ընտանիքի անդամների հետ հանդիպում է միայն հանգստյան օրերին։ Լավ, դուք ասում եք, որ բնակավայրի փոփոխության հետ ձեր ամուսնու ջուրագրգիռ վիճակը, լարված վիճակը, չարացած վիճակը եւս փոխվեց։ Մասիսում նա շատ ավելի հանգիստ էր, կենտրոնացած։ Ավելի շատ հանգիստ էր, երկրորդ աղջիկս ծնվեց, դրանից հետո պրոբլեմներ ուներ իմ աղջիկը, ծնվել էր հոդախախտով, տենց բուժեցինք, օրթոպեդիկ ենք տարել, բուժեցինք, ամեն ինչ նորմալ էր, դրանից հետո սկսեց նորից իր խմելուն, սուտ էր խոսում, արդեն որ միշնեք աղջիկս մեծ էր, ես որոշեցի, ես ինքս աշխատեմ, ասեցի այդտեղ ամոթ բան չկա, եթե ինքը ծուլանում աշխատել, ես ինքս կաշխատեմ։ Աշխատում եմ, ինքը անդադ գալիս կռիվ էր սարքում, նեղացնում էր, առևտուր բերելուց տունը հաց եմ սարքում, ձեռ էր առնում, ես սա չեմ սիրում, ես սա չեմ ուտում, իմ հորական տունը ես սա չեմ կերել, ես ավելի լավ եմ սնվել։ Ես էլ ասում եի աշխատի, բեր ավելի լավ, ասենք ես հիմա հնարավորությունն եմ, այդքան եմ աշխատում, այդքան եմ անում,
Միշտ ձեռ էր առնում, խմում, անդադ հայհոյում, վատ բառեր էր ասում։ Իր ծնողները մայրը Ռուսաստան էր։ Զանգեցին, կանչեցին Ռուսաստան։ Ճիշտն ասած իմ սրտով չէր, որովհետև մտածեցի, եթե այդ մարդը կայուն մարդ չի մտածում, որ կարելի աշխատել, խմել, մտածում էր, որ Ռուսաստան ավելի վատ կլինի, այնտեղը չէ որ պետք է գնալ։ Բայց չէ որ հարազատների կողքներ լինելու, մոր կողքներ լինելու, որը գուցե եւ կարողանար ավելի ազդեցիկ լինել։ Մի կողմից հանգիստ էի, որ ծնողի մոտ կգնա, բայց մի կողմից էլ մտածում էի, որ Հայաստանում եթե չենք կարողանում փոքր տեղ դարձի բերենք, Ռուսաստանում չեն կարող, որովհետև շուրջ բոլորը խմում են, շրջապատն ա ուրիշ, որոշեց գնալ, չլսեց ու գնաց Ռուսաստան։ Գնաց ու այնտեղից սկսվեցին արդեն օտար կանանց զանգերը։ Ինչպես ստացվեց, որ մեր գլխավոր հերոսուին իր 3 երեխաների հետ ուշ գիշերով ամուսնու թեթև ձեռքով հայտնվեց դրսում։ Փոքրիկ դադարից հետո մենք վերադառնում ենք տաղավար։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Իսաբաց լուսամուտներ։ Սկիզբ նոր կետից բարի երեկո, եթե նոր եք միացել մեզ, դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները։ Ծանոթացեք թեմային։ Նարինե Անտոնյանի դպրոցական վերջին զանգն ամուսնությամբ ավարտվեց։ Արմանը փախցրեց 17 տարեկան Նարինեին ու սկսեց լավ որակներով ամուսնու դեր խաղալ։ Միայն տարիներ անց ալկոհոլի, պարտքերի եւ ծեծ ու ջարդի պատճառով հնչեց Նարինեի եւ Արմանի ամուսնության վերջին զանգը։ Այսօր արդեն Նարինեն իր 3 անչափահաս երեխաների հետ ամեն ինչ փորձում է սկսել նոր կետից։ Սկիզբ նոր կետից, կիսաբաց լուսամուտներից ներս։ Եվ այսպես ամուսինը ձեր ոչ այդքան գոհունակությամբ, բայց այնուամենայնիվ գնաց Ռուսաստան։ Ռուսաստան գնաց ու վերադարձավ։ Այդ ընթացքում սպասում է 3-րդ բալիկիս Միլենային։ 2 ամիս մնաց, հետո իմացա, որ պրոբլեմներ ունեմ հղիության ընթացքում։ 4 ամսական հղի եմ եղել, պրոբլեմ ունեի վիրահատության հետ, ձվարանի կիստա են հեռացրել։ Բնականաբար բալիկին չհեռացնելով վիրահատեցին, ամեն ինչ նորմալ էր։ Դրանից հետո թողեց ինձ այդ վիճակում հղի վիրահատված ու գնաց Ռուսաստան։ Բայց վիրահատական սեղանի պարկելուց առաջ ձեր ամուսինը մի մաղթանք էր ասել, չէ՞։ Բալիկից ծնվելուց։ Բոլորը անհանգստացած, որ ինչ որ վտանգ կլինի իմ հետ կամ բալիկի հետ, մոտենում է տանելուց մոտենում է սեղանին ու ասում է բարձրանալը լինի, հետ գալը չլինի։ Ճիշտն ասած, ես ինքս մտածում եմ, որ իր ասելով չի, Աստված մարդու կյանք տալիս է, Աստված էլ եթե ուզենա կխլի։ Այդ կամքը ձեր վերաբերյալ էր ասում, թե ծնվող, ապագա ծնվող երեխային չէր ցանկանում։ Չեմ կարող ասել, որովհետև ասում էր սեղան, որ բարձրանաս, բնականաբար եթե բարձրանում եմ, իր բալիկին էլ է դա վերաբերվում։ Այդ մաղթանքներից ես ինձ վատ եմ զգում, ահավոր ու վիրահատություն, որ պետք է անեն, ճնշումս բարձրանում, սրտի պրոբլեմ են ունենում։
Հավաքում է սրտաբան, մի 6 բժիշկ են հավաքվում։ Եվ դա հարգելի հոգեբաններ, կարծես թե օրինաչափություն է այս դեպքում, երբ որ դու գնում ես լույս աշխարհ բերելու երեխա եւ նման կամք են քեզ եւ բարի մաղթանք շակերտների մեջ։ Շատ։ Եվ ես չեմ հասկանում թե տղամարդը ինչու է լեզվին ազատություն տվել։ Երևի իրոք ոնց որ դուք նախկինում նշեցիք, որ չարացած մարդ է եղել, իրոք շատ չարացած մարդ է եղել եւ կարծել է, որ իր դժբախտությունների պատճառը դա դուք եք եւ այն երեխաները, որոնց ունեցել եք իր համար։ Ամուսնու շորերը լվանալուց քարտ եմ գտնում Ռուսաստանի։ Բնականաբար կին եմ միջև իր տուն գալը դրել եմ հեռախոսի մեջ, զանգ եկավ, բա Արմանին եմ խնդրում ես, ասեցի կարող եմ իմանալ ում հետ եմ խոսում, դե իր ընկերուհու։ Ես ասեցի ամուսնացած կին ընկերուհի հասկացողությունը մեծ նշանակություն ունի, ինչ է նշանակում, թե բա դու ով ես, ասի իր կինը։ Բա Արմանն ասեց ես կին չունեմ, ճիշտ է երեխաներ ունեմ, բնականաբար նկարագրել էր, որ ես իր սիրուհին եմ, իմ հետ շփվելուց պատահաբար ունեցել է երեխաներ, հղի ժամանակ միջև երեխուս ծնվելը, ինքը ինձ ծեծել է, հղի ժամանակ, բնականաբար վերջին բարիկիս Միլենային, բնականաբար հարևանները բողոքում էին, որ անդադ աղմուկ վարձով էինք մնում, անդադ աղմուկ, կնոջը ծեծում է, այն էլ հղի ժամանակ, ինձ, ասենք, հարևաններն ասում են, մի գուցե դու ցավ չես զգում, չես հելնում, օգնություն չես խնդրում, չես գոռում, այնքան որ շտապ օգնություն են կանչում, երեսիս կապտուկներ, վատ վիճակում, Միլենան ծնվում է 21 օր շուտ։ Նախքան վիրահատելը ծնվելը 21 օր շուտ, մի ամիս շուտ ինձ հիվանդանոց են տեղափոխում։ Ու փառք Աստծո Միլենան նորմալ է ծնվում, առողջական ոչ մի խնդիր չի լինում։ Բայց ինչն էր ձեր տղամարդուն այդքան ագրեսիվ դարձրել, որ կես գիշերին նույնիսկ ձեզ երեխաների հետ դուրս է հանում պարզապես, դրսում։ Մտածում էր, որ եթե մենք չլինեինք, միգուցե ինքը Ռուսաստանից հետ չէր գա, այդ աղջկանից հեռու չէր մնա, սկզբից ծեծեց նրա համար, որ ես հեռախոսով խեմ այդ աղջկան ասել, որ ես իր կինն եմ։ Բա ով պիտի ներկայանա։ Ես չէի ասել իրան, որ 3 երեխա ունեմ, ես ասել եմ, որ 2 երեխա ունեմ, ինքը չգիտեր, որ դու 3-րդ հղի բալիկին ենք սպասում։ Բնականաբար ես վատ էի զգում նրանից, որ իր կինը լինելով պետք է ստեմ ինչ-որ մեկին, կամ թաքցնեմ իր կին լինելու փաստը, որ կինն եմ ու երեխաներ ունեմ։ Նրան ձեր ամուսնուն Ռուսաստանից գալուց փաթեթ են նույնիսկ խնդրել բերել, որը ձեր տանն է երկար ժամանակ մնացել։ Նկարներով, ճիշտն ասած, ասում էր ծանոթի է, ստեղ չեն, պետք է այդ նկարները փոխանցենք իրանց։ Միշտ ասում է, դե եթե ընկերոջդ նկարներն է, ինչ կլինի նայենք, ծանոթանամ, ասենք կին, երեխա, տենց նկարներ լինի։ Միշտ խուսափում էր, չէր էլ թաքցնում, ասենք, տենց փաթեթավորած, միտեղ պահում էր, որ չգիտեմ ինչի համար էր պահում, ճիշտն ասած, դիսկեր էլ կար։ Ու մի օր տենց դասավորեց տղայիս հետ, ասում եմ, Ռաֆիկ, բացենք, պապա այդ ընկերոջ նկարները տենանք, նույն ձևով կփաթաթենք, տեղը կտնենք։ Բացում ենք, դե նկարներ է, աղջիկա ու սենց մի հատ նկար կար, կոմպի վրա Արմանի նկարներ։ Դիսկերն ենք դնում, այդ աղջիկը պարում է տան մեջ, ասենք անդադ շորերը փոխում է տարբեր շորերով, պարում, ու այդ կլիպի մեջ սկայպին զանգ է գալի, նոթբուքա, սկայպով զանգ է գալի, այդ էլ է նկարած, որ Արմանն է զանգում, իրանց խոսակցությունը ամեն ինչը զապիս արած, տենց մտածում եմ, որ ասենք ուրիշի նկար չի հենց, ասենք այդ Լիանայի նկարներն է։ Գալիս է, տենց ասում եմ, որ տեսել ենք, սենց, բախեք, բացեխեք, տեսեք կամ ինչ ունեմ թաքցնելու, հա, ես իրա ծնողների հետ խոսացել եմ, պետք է գնամ նշանվեմ, ամուսնանամ։ Դրանից ամեն օր, հիմա էլ դրա համար էր ծեծում, որ դուք եք մեղավոր, որ դուք չլինեիք, ես իր այդ կամը։ Դու ոչ մեկին չէիր դիմում, որ քեզ ծեծում են, որ ձեր ոստիկանության դիմել եմ Ասիսում, ասենք
դիմում եմ գրել, որովհետև հիվանդանոցում, որ տենց կապուտուկներով տարել են, բնականաբար բժիշկը հղի վիճակում, այդ չէի կարող ասել ընկել եմ կամ ինչ-որ մի բան, երևում էր, որ ծեծածի։ Գիտեք, որ ամենավատը որն էլ, որ 13-ամյա Ռաֆիկը ցավոք սրտի շատ լավ հիշում է այս ամենը։ Ու նա է պատմում ու դեպքերի հետագա զարգացման մասին հենց նա է խոսում։ Եկեք Ռաֆիկին էլ տաղավար հրավիրեմ։ Ռաֆ, ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես գիտեմ, որ ամենաշատը հայրիկի ներկայությունից դու դպրոցում ես նեղվել։ Ինչի, ինչ էր լինում, որ։ Խմած գալիս էր դպրոց, երեխեք ասում են Ռաֆիկի պապան խմած եկել է դպրոց, դա ասեց, որ պրսում էի, մամաս գալիս էր, որ ինձի տաներ տուն, մամաս պապային տենում էր, պապաս գալիս մամային բրդում բան էր անում, ծեծում էր։ Դասընկերներդ շատ հաճախ ոչ լավ իմաստով էին հիշում հայրիկիդ, ճիշտ է։ Դու դրանից շատ էիր նեղվում։ Այո։ Ինչ էին ասում, որ նեղվում էիր։ Ասում էին Ռաֆլի պապան բանը խմած գալիս էր դպրոց։ Դուք այդ ժամանակ արդեն Երևան էիք տեղափոխված, Զեյթունում էիք ապրում, փախել էիք ամուսնուդ։ Մասիսից բնականաբար երեխաների դուրս էր հանել, դուրս էինք եկել ամառը երեխաներին զբոսնելու, հետ եմ գալիս դուռը փակ։ Պատուհանից ասում է, որ տուն չգաս, դուռը փակել եմ ու ներս չմտնես։ Գիշերը երեխաների հետ գնում եմ Մասիսում իր մորքուրի տուն, խնդրում եմ ընդեղ մնում եմ, հաջորդ օրը երեխաներին վերցնում եմ Մասիսի հանրակացարաններից մեկն եմ գնում, սենյակ եմ խնդրում, ժամանակավոր մնում ենք ընդեղ։ Դրանից հետո խոսում ենք մամայիս հորեղբոր կնոջ հետ, որ բնակվում է Ռուսաստանում, ինքը ասում է, որ Զեյթուն տուն ունի, փակ, բանալները կարող է ուղարկել, որ ինչքան ժամանակ ինք Հայաստանում չի, մենք բնակվենք այդ տունը։ Ինչպես պատահեց այս դժվարություններից հետո, որ այսքան ցավ եք ստացել տղամարդուց, դուք փորձեցիք ու կարողացաք վստահել մեկ այլ տղամարդու, երբ վերջնականորեն ձեր կյանքից հանեցիք Արմանին։ Շատ եմ ես փորձել, որ թեկուզ այդ ձև բաժանումից հետո միգուցե ինքը սթափվի, որ երեխաները իր հետ չեն, միգուցե մտածում եմ ես, որ տարիներ հետո կարող եմ Արմանի հետ միանալ, բայց ինքը հետապնդելով Զեյթունում էլ մեզ հանգիստ չթողեց, Զեյթունից գնացինք Նորագյուղ։ Նորագյուղում պայմանները նորմալ չէին, սարի վերևն էր, ջուր չկար, ձմեռ պետք է գար, դժվար էր երեխաների դպրոց գնալը, շարժվելը։ Ընդեղից տեղափոխվեցինք 4-րդ գյուղ։ 4-րդ գյուղում բնակվելուց հետո դպրոց տեղավորեցի նորից, 4 անգամ դպրոց եմ տեղափոխել երեխաներիս։ Իսկ ներկա ամուսնուս ես ճանաչել եմ Մասիսից, բաժանվելուց հետո, իր արտակի մորքուրի աղջիկը իմ հետ էր աշխատում։ Բնականաբար հեռակարգով մորքուրի աղջկան, որ աշխատանքից գալիս էր տանում, այդպես արդեն մեր հարաբերությունները զուտ ընկերական, ճանաչում էինք, ասենք, որ ես Նարան եմ, ինքը Արտակը։ Հետ ծանոթացա իր քրոջ հետ, մոր հետ, որպես ընկեր, ծանոթ, ասենք նպատակ չունենք ամուսնության, որովհետև այդտենց խոսակցություն չի եղել։ Օրերից մի օր աշխատանքի տեղ էր գալիս Արտակը, քրոջ տանելու համար, միշտ ինձ մի խոսք էր ասում, որ Աստված տա քեզ հանդիպի անենց մարդ, որ դու կարողացել ես 3 երեխաների հետ աշխատես, չմտածելով առողջությանդ մասին, կհիշես իմ խոսքեր, կյանքում քեզ կհանդիպի անենց մարդ, որ ամուսնության առաջարկ կանի, կամուսնանաս։ Բախտի անիվը այնպես է պտտվում, որ իրականում ամուսնության առաջարկ անողը հենց Արտակն է, բայց այստեղ հետաքրքիր հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Արտակը
Ամուսնության առաջարկն անում է ճաղերից այն կողմ, ինչպես Արտակն այնտեղ հայտնվեց եւ ինչու որոշեց միայն բանտից ամուսնանալ։ Նարինեի հետ մենք իմանանք փոքրիկ դադարից հետո, հեռու չգնաք։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի Աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Սկիզբ նոր կետից մենք վերադառնում ենք կիսաբաց լուսամուտների տաղավար, հիշեցնում եմ ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին կարողանանք պայքարել այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ իմ ու ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հերոսների անունով, ում դուք ցանկանում եք այդ օգնությունը հատկացվի։ Այսպես էկրանի ներքևի հատվածում դուք տեսնում եք դրամական, դոլարային եւ եվրոյի հաշիվները, եւ եթե ցանկություն ունեք նյութական օգնություն հատկացնելու, ապա զանգահարեք թեժգի 060 50 33 17։ Եվ այսպես ձեր ընկերական շփումից հետո որոշ ժամանակ անց Արտակը զանցանքի պատճառով հայտնվում է ճաղերից այն կողմ, բանտում։ Եվ հենց այնտեղից էլ ձեզ անում ամուսնության առաջարկը։ Ինչպես է դա լինում։ Աշխատանքի վայր իր քույրն է գալիս, Անին, նկար է բերում, որ տեսակցություն են գնացել, Արտակը խնդրեց, որ Նարայի հետ կապ ունեցեք, շփվեք ու ասեք, որ ես ուզում եմ ամուսնանալ, ճիշտ է բախտ չվիճակվեց մինչև կալանավայր հայտնվելը առաջարկություն անեմ։ Քույրը նկարներ է բերում, իմ նկարներից են տանում, հետո գնում եմ տեսակցության, բնականաբար չեն թողնում, տեսակցության եմ գնում ու այնտեղ որոշում եմ, որ պետք է այդ մարդու հետ կյանքս կապեմ։ Մի տեսակցության արդյունքում։ Չէ, դե արդեն ծանոթ է ես միջև նստել է իրա։ Ընդունում եք առաջարկը։ Ընդունում եմ առաջարկը։ Իսկ ինչի համար է դատապարտված։ Գողության։ Գողության։ Հա։ Ինչ է գողացել։ Խոշոր չափի գողություն է դա միջին, փոքր։ Խմբակային գողություններ, ընկերներով։ Դրա համար է դատապարտված։ Որքան ժամանակ է արդեն դատապարտված է։ 2 տարի ունի, 5 տարի, 6 ամիս էին դատապարտել։ Ահա։ Մնաց 2 տարի։ Դուք 3 եք վերադարձել Կալանավայրից, որտեղ երկարատև տեսակցության էիք երեխաների հետ, փոքրիկի հետ էիք գնացել։ Ով որ Արտակին որպես հայրիկ է ընդունում, ասում։ Այո։ Ռավ, քո դեպքում ոնց եղավ, ոնց ընդունեցիր Արտակին։ Լավ։ Ոնց լավ։ Ես գիտեմ, որ մայրիկին կոնկրետ արտահայտություն ես արել, երբ մայրիկը որոշել է քեզ ասել, որ այլ տղամարդ կա իր կյանքում։ Ինչ ես ասել մայրիկին։ Ես ուրախ եմ, մաման երջանիկ է։ Նայնե, մոտավորապես հենց այսպես էլ ասեց ձեզ որդին, ասեց, ինչ ասեց։ Ես որ ասեցի, որ մայրիկդ ամուսնանա, դուք ոնց կընդունենք, որովհետև ես կյանքում ձեզանից թանկ բան չունեմ, եթե մտածեմ, որ ընտրություն անելուց ձեզ պետք է կորցնեմ, հաստատ չեմ անի։ Ռաֆիկն ասեց, ինչի չես անի, ես նկատել եմ, որ Արտակի հետ կապ ունես ու քո դեմքին ուրախություն ենք նկատում։ Լավ, այսօր դուք կանգնած եք մի տեղում, որտեղ որ նույնը մենք ենք տեսնում հիմա, հա, ձեր կողքին որևէ մեկը չկա, դուք եք ձեր 3 երեխաները եւ դուք իրեն կոչում եք կյանքի տղամարդ, ով ճաղերից այն կողմ է ու 2 տարի անց գուցե եւ ձեր կողքին հայտնվի։ Այնուամենայնիվ այսօր ձեր դժվարությունները ստիպում են ձեզ բարձրաձայնել դրա մասին։ Չունեք ապրուստի միջոց, բժիշկները ասում եք, որ արգելում են ձեզ աշխատել առողջական խնդիրների պատճառով եւ չգիտեք ինչպես դուրս գալ այս անելանելի վիճակից։ Որն է խնդիրը առողջական։ Ես առաջ աշխատում էի 24 ժամ, այդ ծանրաբեռված աշխատանքի պատճառով նևրոզ, ես միգրեն ունեմ, հաճախակի էի վատանում գլխացավից, բժիշկներն
ստուգեցին, իմացան, որ այդ ծանրաբեռված աշխատանքի գերհոգնածության պատճառով եմ։ Լավ, արտակի հարցում դուք գոնե կողմնորոշվել եք, սա իրականում ձեր տղամարդն է։ Ես այտենց եմ մտածում, չգիտեմ։ Խնդրեմ Սոնա, ինչ եք ուզում ասել։ Հարցն է, երեխաների հայրը ոչնչով չի օգնում, չի օգնում ապրոստը երեխաների։ Չէ, չի օգնում, որովհետև դիմել ենք, իր ծնողը Ռուսաստանում է, զանգում էր, խոսում էր, դիմել ենք, ասեց, եթե հայրը կգա, թեկուս այդ վիճակում։ Կա դատարանի որոշում, որը իրան կպարտադրի ալիմենտ վճարել Առհասարակ օրինական է կամուսնացած։ Չէ, զաքսավորված չէ։ Հայրություն ճանաչել եք գոնե։ Այո։ Ես չեմ հասկանում ընտրությունը, ոչ ձեր կողքին է, ոչ երեխաների հետ լավ ծանոթա, ոչ էլ դուք եք իրեն լավ ճանաչում ու հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը բանտում է։ Արդյոք ձեր երեխաների ու ձեր Սոնա, իսկ ոնց կընկալեք այն հանգամանքը, որ որևէ մեկը չկա նրա կողքը եւ այս դեպքում առաջին իսկ պատահած առաջարկին նա պարզապես արձագանքում է։ Եկեք հարցին այդ կողմից նայենք, որովհետեւ եթե լիներ ինչ-որ մեկը, այսօր գուցե եւ մեկն արտահայտվեր կամ լավ կամ վատ խոսքով, հա, այս կնոջ մասին։ Միշտ գիտեք լսում է իր պատմությունը ու ինքը հենց սկզբից ընտրելու հնարավորություն չի ունեցել։ Բայց մի բան էլի ես հարցնեմ Նարինեին, իսկ դպրոցը ավարտելուց դուք ընդհանրապես ծրագրել եք ձեր ապագան, եթե այդ փախուստը չլիներ, դուք ինչով պիտի զբաղվեիք։ Եթե փախուստը չլիներ, ես բնականաբար դպրոցից հետո ուսում կստանայի։ Ինչ ուսում, ինչ էիք ծրագրել, ոնց էիք ձեր ապագան Ես պատկերացրել։ որոշել եմ, որ մանկավարժական պետքա հանձնեմ թղթերս ու այդ ուղղությամբ սովորեմ։ Շատ էիք ուզում ուսում ստանալ։ Հա։ Նարինեն ավելի կախված է հասարակական կարծիքից եւ դա Նարինեն միակ մարդը չի դժբախտաբար մեր հանրապետությունում։ Եթե առաջի դեպքում հասարակական կարծիքը միգուցե իր համար մեծ նշանակություն ունեցել, բայց երկրորդ դեպքում ինչ կարծիքի մասին է խոսքը, եթե Շփոթ դեպքում արդեն աշխատում է անկճվածության սինդրոմը, հասկացեք, որտեվ առաջի ամուսին արդեն այնքան բարդույթներ է իր մեջ մտցրել, հարգելի կանայք, եկեք մտածենք, 3 երեխա է ծնում տղամարդու համար, մի օր գնում ես զբոսանքի գալիս ես դուրը փակում են, ասում են, այսինքն դու ոչինչ չարժես, դու քեզանով ոչինչ չարժես։ Եվ շատ հաճախ թույլ տվեք վերջացնեմ, շատ հաճախ կինը իր երկրորդ ամուսնությամբ ուզում է ինչու՞ չէ եւ իրեն եւ մնացած բոլորին ապացուցի, որ ինքը դերևս հնարավորություն ունի իր կյանքը նորից սկսի եւ բարձրանա իր աչքին։ Ուրիշ բան, երբեմն մենք ուրիշի ընտրությունը չենք հասկանում եւ ուրիշի ընտրած տղամարդը մեր համար ցանկալի չի, բայց այդ տեսակետը միշտ կա, անկճված կինը միշտ ընդունում է սխալ որոշումներ։ Այսինքն ձեզ համար այնուամենայնիվ երկրորդ ընտրությունը ոչ այդքան տեղին է Տիկին Զինա։ Ես կարծում եմ, որ այդ ընտրությունը միշտ հնարավորություն կունենար լինել, տեղի ունենալ, եթե գոնե Նարինեն սպասեր, տղամարդը վերադառնար կալանավայրից, որտեղ այս հեռավորության վրա ճիշտ որոշում ընդունելը եւ նեցուկ զգալը դժվար է։ Դուք դարձյալ 5 տարի իրեն նեցուկ եք լինելու, գնալու եք գաք, փարատեք իր մենությունը, օգնեք հոգեպես իրեն, որ ինքը այդ 5 տարիները անցնի, բայց ես այսօր չգիտեմ, տա Աստված, չեմ էլ ուզում մարդու մասին վատ բան խոսեմ, տա Աստված, որ այդ ձեր բոլորի ջանքերի տակից հետո ինքը մարդավայել դուրս գա։ Ես դա ցանկանում եմ ձեզ։ Համենայն դեպս այն ժամանակ է։ Շատ շնորհակալ եմ Տիկին Զինա։ Աննա, ինչ կասեք դուք։ Գիտեք Հրաչ ջան, այս պարագայում տրամաբանություն փնտրել նույնն է, որքան գիշերով արև մանգալը։ Ես այսպես եմ հասկանում, ես այստեղ տրամաբանություն չեմ տեսնում։ Մի քիչ ավելի խորը պետք է մտածվեր այս ամեն ինչը, որովհետև երբ որ քո կյանքի, երբ որ առաջին անգամ չի հաջողվում քո մոտ ինչ-որ բաներ քեզ մոտ, հա, դու ավելի խորագետ պետք է լինես, կյանքը պետք է քեզ դաստիարակի։ Բայց այստեղ մի տեսակ տրամաբանություն է։ Չեմ տեսնում այդ տրամաբանությունը, այլ ենթագիտակցությունն է աշխատում։ Եթե մեր ենթագիտակցությունը ծրագրավորված է միշտ ընտրել հասարակ մարդիկ, հասանելի մարդիկ, ինչքան էլ մեր գիտակցությունը աշխատի, ենթագիտակցությունը գնում է իր ծրագրավորման։ Լավ, ձեզանից ամեն մեկի համար ո՞րն է այս իրավիճակից Նարինեի դուրս գալու տարբերակը։ Աշխատելը։ Ճիշտն ասած, եթե միայն ախտորոշումը միգրենն է, դրա հետ չկարողացա համաձայնվել, որտեղ տասնյակ տարիներ միգրենյով եմ տառապում, տասնյակ տարիներ, եւ հասկանում եմ, որ միգրենի պրիստուպը կարող է լինել ամիսը 1 անգամ եւ կա շատ լավ դեղ կոչվում է Relpax, որը որ անմիջապես օգնում է եւ մարդը աշխատունակ է այդ հասկա։ Լուրջ պատճառ համենայն դեպս չհնչեց Նարինե ջան, կներեք, ես ձեզ համակրում եմ որպես համեստ աղջիկ, բայց չաշխատելու համար լուրջ պատճառ այստեղ չհնչեց։ Ես մի բան էլ ասեմ, Նարինեն երբ որ պատմում էր, այդ էլ է շատ հետաքրքիր, երբ որ
Նարինեն ասեց, որ բանտից նամակ եկավ, էլի դա Նարինեի, ոնց որ առաջի դեպքում, այդպես էլ երկրորդ դեպքում Նարինեի որոշումը չէր։ Ստեղ ամբողջ խնդիրն է, որ Նարինեն եթե ուզենա գնալ փոփոխությունների, իսկ դա անհատի անձի համար շատ կարևոր բաներից մեկն է, նա պետք է հասկանա, որ ոչ թե իրան են ընտրում անընդհատ, այլ վերջապես նա պետք է ընտրի եւ իսկ դրանով էլ նա կարող է ունի հնարավորություն ընտրել իր ճակատագիրը։ Խնդիրը կանգնած է առաջնային։ Տան կտուրի բացակայություն եւ բազմաթիվ պարտքեր, որոնք այս ընթացքում կուտակվել են։ Ինչ անել ամենակարևորը, որպեսզի կարճ լինի այն ճանապարհը։ Աշխատել։ Նարինե, ես չգիտեմ, դուք այնուամենայնիվ դա դժվարություն եք ընկալելու թե օգնություն, բայց արի ու տես, որ այս կին այդ դժվարությունների հետ մեկտեղ արդեն հասցրեց երկարատև տեսակցություններից կրծքի տակ 4-րդ երեխային պահելու։ Եվ ամիսներ անց լույս աշխարհ կգա արդեն արտակի իրականում երեխան։ Ես կուզենամ Նարինե ջան, ցանկանամ որպես կին, ես որպես կին ձեզ հիմա ուզում եմ հասկանալ, այստեղ մեզ այստեղ նստածներից գուցե խորհուրդ տալը շատ ավելի հեշտ է, քան այն մարդուն, ով ապրում է եւ այդ վիճակում է։ Ես կուզենամ, որ դուք ձեզ գտնեք, որպես կին կայացեք էլի։ Խնդրում եմ լայնացրեք ձեր դիապազոնը, որքան կլայնանա ձեր դիապազոնը, դուք այդքան լավ առողջ կարող եք ընկալել, թե ինչ է կյանքը։ Դա խաղալիք չէ, էլի, որ այսպես sense թռնում ենք այս ամեն ինչի վրայից։ Ես էլ ավել ասեմ, գիտեք ինչ, մենք պետք է սովորենք, եթե մենք որոշումներ ենք կայացնում, չէ, ընդունում ենք, մենք նաև պետք է այդ որոշումները իրականացնողներ պետք է մենք լինենք, թե չգիտեք ինչ, ստացվում է, որ մենք ինչ-որ բաներ ենք ուզում ես կյանքում, բայց ինչ-որ մարդիկ պետք է դրա պատասխանը տան, մենք պետք է դրան մի քիչ այլ ձև վերաբերվենք, այսինքն դուք եք որոշել 4-րդ երեխային ունենալ, դուք նաև պետք է հաշվի առնեիք ձեր հնարավորությունները, նաև։ Այ հիմա ես հասկացա, որ Նարինեն Նարինեն գտնվում է շատ թանձր մթության մեջ, նոր հասկացա 4-րդ երեխայի մասին լսելուց հետո։ Ես չեմ կարծում, որ Նարինեն կարողանա ընդհանրապես իր տեղը գտնի կյանքում։ Ես միշտ լավատեսորեն եմ մոտենում, ես պոզիտիվ միշտ խորհուրդներ եմ տալիս, բայց այս դեպքում ոնց կարելի է 4-րդ երեխան ունենալ ու երբ հայրը գտնվում է Կալանավայրում դուք 3 երեխաների հետ պարտքերի մեջ եք, չեք աշխատում, լավ, այս տեսակ մակերեսորեն ինչպես կարելի է երեխայի ծնունդին նայել։ Անպատասխանատվություն է սա, եւ ձեր հանդեպ, եւ կյանքի հանդեպ, ամուսին ունենալ նախ հասկանանք ինչ է ամուսին հասկացողությունը, տղամարդը որն է, ինչի ունենալ մեր կողքին տղամարդ։ Սրանք կանոններ են եւ ինստիտուտներ են, որ մենք պետք է իմանանք։ Այս հասկանում եք։ Այս մոդելների մասին մենք պետք է լավ իմանանք, ձևավորված լինի մեր։ Եղածը Աննա ջան։ Պարզապես հասկացեք, երբ որ ձեր առաջի ամուսինը ունեցել է այնպիսի հիվանդություն, ինչպիսին հարբեցողությունն է, դուք պետք է արդեն խորապես գիտակցեիք կյանքի պատասխանատվությունը։ Դուք ձեր կողքին ունեցել եք հարբեցող ամուսին։ Լավ, համեստ կին եք եղել, բայց դուք տեսել եք, որ մարդկային մի արատը, եթե նույնիսկ դա հիվանդության տեսքով ենք պատկերացնում, ի վիճակի է 4 մարդու կյանք փչացնի։ Ձեր եւ ձեր 3 երեխաների։ Այստեղ դուք ընտրում եք արտակին, այո, գուցե արտակը ինչ որ թյուրիմացիան հետևանքով, վատ դասիրակության հետևանքով է հայտնվել։ Իսկ գուցե նաև պատականության, ես ոչինչ չեմ բացառում, բայց չեմ ուզում, որ դուք թշվառության ճիրաններում հայտնվեք եւս մեկ երեխայի հետ։ Շատ հեշտ է ասել, որ իմ կյանքի բոլոր դժվարությունները օտար մարդկանց սխալների պատճառով է, բայց նույն այդ օտար մարդկանց եք դուք հնարավորություն տվել ձեր հանդեպ նման սխալներ գործելու։ Ես հուսով եմ, որ արտակի դեպքում դուք դա տարիներ անց չեք ասի, որ շարունակական բնույթ կրեց։ Այսօր, որքան էլ որ դժվար է, ամեն ինչ միայն ձեր ձեռքերում է։ Այն փշոտ ճանապարհը, որը դուք եք հնարավորություն ունեցել ցավոք անցնելու, գուցե եւ դառնա կանաչ խոտով եւ ծաղիկներով զարդարված, միայն ձեր օգնությամբ, կողքից եւ գուցե օգնող ձեռքեր լինեն, բայց ծանր բեռը միևնույնն է ձեր ուսերին է։ Հարգելի հեռուստադիտող, յուրաքանչյուր ընտրությունից առաջ խնդրում եմ ձեզ ծանր ու թեթև արեք եւ միայն դրանից հետո կայացրեք վերջնական որոշում։ Եվ եթե խնդիրներ ունեք, զանգահարեք մեզ 060 50 33 17, սպասում ենք ձեր արձագանքներին։ Տնտեսություն։